Նիկոլ Փաշինյանը ստրատեգիքում հայտարարություն, ես ուզում եմ մեջ բերեմ հստակ որպեսզի նա պնդեց, թե Ռուսաստանաբնակ եւ Բելարուսամետ օլիգարխները փորձում են հիմա Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։ Ինչպես կմեկնաբանեք, ուղղակի ձեւով չասեմ, բայց ուղղակի հասկանալի ու մեկնաբանի։ Ում ակնը ես բարձրաձայն ասեմ, այսօր իմ օզածը, իմը, որ ես նայելով, տեսնելով, զգալով որ իմ հայրենիքը սիրում եմ, իմ երկրի, իմ ժողովուրդը, ամեն ինչ անում եմ իմ երկրի, իմ ժողովրդի համար, ես ինձ որ լավ զգամ, իմ թողած, իմ երեխաների, իմ ժողովուրդը ընկճված չզգա, պարտված չզգա, որ մենք պետք է այսօր անկախ, ես նորից եմ ասում, այսօր խաղաղությունը որն է։ Ուզում եմ մի հատ հասկանամ, ես այն օրն էլ հարցազրույց տվել եմ, խաղաղությունը նա է, որ Ադրբեջանը բոլոր սարերի վրա նստած զենքով, զորքով, թելադրանքով, որ ես պետք է անեք, ադրբեջանական դպրոցներ պետք է լինեն, որ պետք է ասենք, թե հիմնականում 300,000 ադրբեջանցի պետք է գա Հայաստանում բնակվի, արդեն գալիս են Հայաստանում, Մարալիկում տարածքներ են նայում, որ իմ բնական մի հատ հայ կարա գնա Ադրբեջան կամ Բաքու բանման գա, կամ 300,000 ադրբեջանցի, որ պետք է գա բնակվի Հայաստանում, մեր հայրենակիցները ամեն ինչ թողած, տուն տեղ ունեցված, որ չեն կարողանա ասենք գնան, իսկ նրանք 300,000-ը կարան։ Սա խաղաղություն չի, սա թելադրանք է, խաղաղությունը պետք է լինի երաշխավորած խաղաղություն, որ մարդիկ հույսով, հավատով, պաշտպանված լինեն, վստահ լինեն, որ կարողանան երկրում անել։ Ադրբեջանի հետ առևտրին ինչպես եք վերաբերվում տնտեսական առումով։ Ես նորից եմ ուզում ասել, առաջնային խնդիրը հիմնական պետք է լինի վստահ լինեն, որ հիմնական խաղաղություն պետք է լինի։ Առանց խաղաղության չի կարող որսե մի բան լինի։ Այսօր ոչ մի քաղաքական ուժ պատերազմ չի ուզում։ Ոչ մեկը պատերազմից ոչ մեկ չի օգտվում, բայց պետք է լինի հիմնականում ձեզ ասում եմ երաշխավորած խաղաղություն, որ լիարժեք երաշխավորած լինի։ Հիմնական հարցը սա է։